Բարի գալուստ մայրիկների ակում։ Հղիության ընթացքում առողջ և լիարժեք քնի կարևորությունը կնոջ համար կրկնապատկվում է, ինչպես հաղթահարել անքնությունը, ինչ դիրքերով քնել, հարցեր, որոնց կպատասխանի գինեկոլոգը։ Ինչ է տեղի ունենում նորածին փոքրիկի հետ, երբ ծնվելուց հետո, հրաժարվելով նրանից, թողնում են ծննդատանը։ Հեռուստադիտողներից ևս մեկի նամակին պատասխանելու նպատակով տաղավարում կհյուրընկալենք հոգեբանի։ Ինչով է պետք առաջնորդվել երեխայի համար ամառային դպրոց ընտրելիս, մասնագետի գործնական խորհուրդները կօգնեն մայրիկներին։ Հղիության լուրն իմանալուց հետո ապագա մայրիկները ուրախության, երջանկության օրերը վայելելուց հետո պարտավոր են նաև պատվով ստանձնել ապագա մայրիկի կարգավիճակի բոլոր պատասխանատվությունները։ Դա առաջին հերթին ենթադրում է զգոնություն, տեղեկացվածություն և համագործակցություն մասնագետների հետ։ Ապագա մայրիկը հղիության լուրն իմանալուց հետո ստիպված է լինում նաև հրաժարվել մի շարք սովորություններից, նախասիրություններից։ Դրանց թվին են դասվում նաև քնի հետ կապված առանձնահատկությունները։ Հղիության հետ կապված մի շարք փոփոխությունների հետևանքով ապագա մայրիկներից շատերին տանջում են գիշերային անքնությունները, անհանգստությունները, իսկ հղիության երկրորդ եռամսյակից արդեն նաև քնելու դիրքերը։ Ինչպես կարգավորել քունը, ինչպես ընտրել քնելու ճիշտ դիրքեր եւ այլն։ Մայրիկների ակումբում է գինեկոլոգ Արմինե Սայադյանը։ Ողջույն Արմինե։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ ուրախ եմ, որ օգնելու ենք ապագա մայրիկներին հաղթահարելու մի խնդիր կամ գոնե պատկերացում կազմելու երևույթի մասին, որին բախվում է գրեթե յուրաքանչյուր հղիկին հղիության ընթացքում։ Քնի խանգարումներ։ Նախ ներկայացնենք, թե ինչու է կարևոր առավել եւս հղիության ընթացքում լիարժեք առողջ քունը եւ որքան պետք է քնի հղիկինը։ Ուրեմն ընդհանրապես քունը դա մարդու առողջության համար շատ կարևոր process է, որի ընթացքում վերականգնվում են բոլոր ծախսված պաշարները, քնի ժամանակ ուղեղում արտադրվում են կենսաբանական ակտիվ նյութեր, մի շարք հորմոններ, որոնք հանգստացնող հատկություն ունեն։ Եվ քնի երկարատև բացակայությունը ցանկացած մարդու մոտ բերում է ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական խանգարումների, գլխացավեր, մկանային դող, հոգնածություն, աշխատունակության անկում։ Եվ հղիության ժամանակ օրգանիզմի ֆիզիոլոգիական եւ հորմոնալ փոփոխությունները չեն կարող չանդրադառնալ այս կարևոր process-ի վրա եւ հղիների մոտ 80%-ը բախվում են այս խնդրի հետ։ Սակայն հղիության ընթացքում խոսել ախտաբանության մասին դժվարանում եմ, քանի որ այն խանգարումները քնի, որոնք կարող են լինել նորմալ պայմաններում, հղիության ժամանակ չի կարելի համարել ախտաբանություն, քանի որ դրանք կարող են լինել այն մեխանիզմներից մեկը, որոնք պատրաստում են կնոջը ապագա մայրությանը եւ ծննդաբերությանը։ Այսինքն հղիության ընթացքում երբ առաջանում է քնի խանգարում, դրանից այդքան էլ վախենալ պետք չէ։ Ոչ, չենք խոսում ծայրահեղ դեպքերի մասին։ Դե իհարկե ծայրահեղ դեպքերը դրանք արդեն բժշկի խորհրդատվության կարիք է զգացվում, սակայն նորմայում կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխությունները լրիվ համընկնում են քնի խանգարումների հետ, քանի որ ուրեմն հղիության սկզբից սկսում է ձվարանների կողմից արտադրվել պրոգեստերոն հորմոնը, որը ինքը քնկոտություն առաջացնելու հատկություն ունի։ Դրանով է պայմանավորված հղիության առաջին եռամսյակում կնոջ պահանջը քնի նկատմամբ։ Ցերեկ լինի թե գիշեր։ Ամեն դեպքում քնկոտությունը կնոջ մոտ նկատվում է, ինչպես նաև լինում է աշխատունակության անկում։ Դրանից հետո երկրորդ եռամսյակում 12 շաբաթից հետո, երբ որ պլացենտան վերցնում է իր վրա պրոգեստերոն արտադրելու ֆունկցիան, դրա հետ զուգահեռ աճում է նաև էստրոգենների քանակը, որը կոմպենսացնում է պրոգեստերոնի առաջացրած քնկոտությունը։ Սակայն այս ժամանակաշրջանում արդեն երկրորդ եւ երրորդ եռամսյակներում առաջանում են այլ քնի խանգարման այլ տեսակներ, արդեն դիրքի հետ կապված, քանի որ շարունակ աճող մեծացող արգանդը, հղի արգանդը խանգարում է կնոջը իրեն հարմար եւ սովորույթ դարձած դիրքերում քնելու համար։ Իսկապես քունը երբեմն մարդու համար հա սովորույթի է վերածվում դիրքեր, ինչ որ գործողություններ, չէ՞ կան մարդիկ, որ միշտ նույն դիրքով են քնում, փաստորեն ապագա մայրիկների համար սա խնդիր է, որովհետեւ երբ որովայնը մեծանում է, դու պարզապես քո սիրելի դիրքով չես կարող քնել։ Շատ կարևոր է թե ինչն է անհանգստացնում կնոջը։ Առաջի հերթին դա իհարկե մեծացող արգանդն է, որ ստիպում է կնոջը որոշակի դիրք ընտրել, որպեսզի հարմար լինի եւ իրեն եւ բալիկին։
Մյուսը դա արդեն բալիկի ակտիվ խաղն է, որ կարող է քնելուն խանգարել։ Այդ դեպքում նորից դիրքը փոխելով պետք է գտնել հարմար դիրք բալիկի համար, որպեսզի չխանգարի մայրիկին նույնպես։ Մաշկի քորը կարելի է նկատել հղիների մոտ, նորից մեծացող արգանդի հետ կապված, ինչպես նաև շնչառության խանգարումներ կարող են լինել, կապված էլի արգանդը սեղմում է ստոծանու վրա, թոքերի էքսկուրսիան սահմանափակվում է եւ հղիկին դժվարությամբ է շնչում, որը նորից բերում է քնի խանգարումներին։ Քնի խանգարումների պատճառներից կարող է լինել մեծացող արգանդի ճնշումը միզապարկի վրա, որը բերում է հաճախամիզության։ Դա էլ շատ կարևոր գիշերները մի քանի անգամ կինը ստիպված է լինում արթնանալու։ Ինչքան պետք է քնի կինը հղիության ժամանակ, սկզբնական շրջանում, երբ որ նա կարիք ունի, պահանջ ունի քնելու, պետք չէ սահմանափակել եւ բնությանը դեմ գնալ։ Օրական գոնե 10 ժամ պետք է հղիկինը իր օրգանիզմին ապահովի հանգիստը, քանի որ այդ շրջանում կինը հավաքում է պաշարներ ամբողջ հղիությունը պտուղը կրելու համար եւ հետագայում ծննդաբերության համար։ Սա առաջին եռամսյակում, երբ պրոգեստերոնը բարձր է եւ քնի պահանջը։ Հաջորդ եռամսյակներում ընդհակառակը կինը արդեն դժվարանում է քնելու եւ այդ ժամանակ խորհուրդ է տրվում հրաժարվել ցերեկային ժամերին քնելուց, որպեսզի գիշերը լիարժեք հնարավորություն ունենա։ Բժշկուհի, իհարկե առաջին եռամսյակում ամեն ինչ հասկանալի էր, երկրորդ, երրորդ եռամսյակներում կինը ինչ որ կերպ կարող է օգնել ինքն իրեն, հա, որպեսզի քունը ավելի լիարժեք լինի, ավելի հեշտությամբ քնի, ինչ միջոցներով, այդ ճիշտ դիրքեր, ինչ որ հատուկ բարձր գոյություն ունեն։ Այո, իհարկե, կախված պատճառներից, ուրեմն եթե դա պարզապես մեծացած արգանդի պատճառով, կինը ինքը պետք է ընտրի իրեն հարմար դիրք, կան նաև օգնող բարձեր, օգտագործվում են մեջքի ցավերի ժամանակ, գլխի հարմար դիրքի համար, փորիկի հարմար դիրքի համար։ Եթե դա կապված է, օրինակ, ասենք մաշկի քորի հետ ձգվածության պատճառով, պետք է օգտագործել խոնավացնող, փափկեցնող քսուկներ։ Մեջքի ցավերի ժամանակ, ոտքերի ձգնամկանների ցավերի ժամանակ մերսումներն են օգնում եւ ընդհանրապես նյարդային համակարգի հանգստացման համար կարելի է օգտագործել խոտաբույսեր, թուրմեր քնելուց առաջ, շատ օգտակար են մինչեւ քնելը զբոսանքները մաքրօթին։ Շատ կարեւոր է ննջասենյակում օդի ջերմաստիճանը պետք է 21 աստիճանից բարձր չլինի, խոնավ եւ թարմ օդը հաճախակի օդափոխումները։ Հղի կնոջ համար ամենահարմարավետ դիրքը ձախ կողքի վրա դիրքն է։ Ինչու՞։ Որի ժամանակ լավանում է արգանդ ընկերքային արյան շրջանառությունը եւ պտղին մաքսիմալ թթվածին է հասնում, որի դեպքում եւ պտղի համար է հարմար։ Մեջքի վրա խորհուրդ չի տրվում հղի կանանց ընդհանրապես պարկել, որովհետեւ մեծացած արգանդը ճնշում է խոշոր անոթների վրա։ Հուսանք ապագա մայրիկները կհետևեն ձեր խորհուրդներին, կընտրեն ճիշտ դիրք, որովհետև դիրքի ընտրությունը փաստորեն ոչ միայն պարզապես ցանկություն է, նախասիրություն կամ սովորություն, այլ հղիության հատկապես վերջին ամիսներին նաև կարող է մեծապես եւ մայրիկին վնասել եւ պտղին։ Եվ խորհուրդ կտամ չվախենալ մայրիկներին քնի խանգարումներից, քանի որ հղիությունից, ծննդաբերությունից հետո չեն գտնել այնպիսի մայրիկներ, որոնք կբողոքեն հնարավորության դեպքում քնի խանգարումներից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ստեսություն։ Փոքրիկի լույսաշխարհ գալը հրաշք է, Աստծո ամենամեծ ու անբացատրելի պարգևներից մեկը մարդկությանը։ Լույսաշխարհ է գալիս անպաշտպան միակ, ով սիրո, գուրգուրանքի ու քնքշանքի կարիք ունի, ով անմիջապես հայտնվելով մայրիկի կրծքին, իրեն արդեն ապահով ու հանգիստ է զգում։ Ավաղ սակայն ոչ բոլոր փոքրիկներն են կարողանում օգտվել այդ պարզ ու առաջին հայացքից սովորական թվացող մայրական սիրուց։ Շատ նոր ծնված զաքուկների չակերտավոր մայրիկները թողնում են ծննդատանն ու հեռանում։ Իհարկե նման կանանց հոգեբանության տեսակի մասին ես անգամ խոսել չեմ ցանկանում։ Առաջիկա տեսանյութի ընթացքում մենք կպարզենք, թե այդ նորածին փոքրիկների ճակատագիրն ինչպես է դասավորվում ծննդատանը, որտեղ են հայտնվում նրանք, ում օգնությամբ։ Աշխարհի բոլոր երեխաները անկախ սեռից, տարիքից, ազգությունից ու սոցիալական դիրքից ունեն հավասար իրավունքներ։ Երեխայի հիմնարար իրավունքներից մեկն էլ ընտանիքում ապրելու եւ սեփական ծնողներին ճանաչելու իրավունքն է։ Յուրաքանչյուր փոքրիկ լույս աշխարհ գալով ուզում է զգալ մայրիկի սերն ու ջերմությունը, սեփական ընտանիքում պաշտպանված, սիրված ու հարգված լինելու բերկրանքը։ Սակայն ցավոք քիչ չեն ծնողական խնամքից զրկված փոքրիկները, ովքեր ստիպված են մեծանալ եւ դաստիարակվել խնամքի հաստատություններում, մանկատներում։ Տարեկան շուրջ 150 երեխա տեղափոխվում է խնամքի հաստատություններ։ Այս փոքրիկներից շուրջ 100-ը մանկատուն տեղափոխվում են անմիջապես ծննդատներից, երբ լույս աշխարհ գալուց ժամեր անց ծնողները հրաժարվում են երեխայից։
90% դեպքերում ծնողները հրաժարվում են երեխայից, երբ որ երեխան ունի առողջական խնդիրներ։ Եթե երկու ծնող ունի երեխան, միաժամանակ երկու ծնողի հրաժարականը պետք է լինի, դա իրավական հիմքերից մեկն է, որի համաձայն երեխան տեղափոխվում է հաստատություն։ Ծննդատանը երեխայից հրաժարվելու դեպքում ծնողները պետք է գրավոր հրաժարական դիմում ներկայացնեն ծննդատան տնօրինությանը։ Ծնողների գրավոր հրաժարականը երեխայի խնամքը ընտանիքից դուրս կազմակերպելու առաջին եւ կարևորագույն փաստն է։ Ծնողների գրավոր հրաժարականը հիմք ընդունելով բուժհաստատության տնօրինությունն ըստ կարգի պարտավոր է երեխայից հրաժարման փաստի մասին տեղեկացնել տարածքային վարչական մարմնին։ Երեխայի հետագա խնամքը մանկատանը կազմակերպելու համար տարածքային սոցիալական աջակցության գործակալություն պետք է ներկայացվի երեխայի գործին առնչվող փաստաթղթերի փաթեթը։ Անպայման երեխայի ծննդյան վկայականը իսկականը եւ պետք է ծնողների հրաժարականը, երեխայի էպիկրիզը, հիվանդության պատմությունը անպայման պետք է լինի եւ տեղեկան բնակավայրից ընտանիքի անդամների թվի մասին եւ այլն, արդեն համապատասխան փաստաթղթերով, ինչ որ կա բուժհաստատությունում, համապատասխան անալիզներով երեխայի փաստաթղթերը ներկայացվում են գործակալություն։ Սոցիալական աջակցության գործակալությունը փաստաթղթային զննությունից բացի իրականացնում է նաև երեխայի կարիքի գնահատում եւ կազմում համապատասխան եզրակացություն, ըստ որի հնգօրյա ժամկետում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշում է կայացնում եւ վճռում երեխային ուղեգրել համապատասխան մանկատուն։ Եզրակացությունը տրվում է համապատասխան հաստատություն ուղեգրելու նպատակով եւ եթե երեխան ունի առողջական խնդիրներ, համակարգում գործող 3 մասնագիտացված մանկատուն կա, իհարկե 0-ից 6 տարեկան երեխաների համար Գյումրու երեխաների տունը նախատեսված հիվանդ երեխաների համար եւ առողջ երեխաների համար նախատեսված մանկատունը։ Համապատասխան խնամքի հաստատություն տեղափոխվելուց հետո մինչև չափահաս դառնալը երեխայի խնամքը կարող է իրականացվել մանկատանը։ Ծնողի գրավոր հրաժարականի դեպքում օրենքով հաստատված դեպքերում երեխան կարող է որդեգրվել կամ երեխայի խնամքը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում։ Ցանկության դեպքում ծնողը կարող է գրավոր դիմում ներկայացնել եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո վերականգնել իր իրավունքները երեխայի նկատմամբ, այնքան ժամանակ, քանի դեռ չկա որդեգրման փաստ։ Մայրիկների եւ երեխաներին վերաբերող թեմաներն անսպառ են, սակայն երբեմն թվում է չկա այլևս թեմա, որի մասին չենք խոսել մեր ծրագրի շրջանակներում, բայց հաջորդ պահին հասկանում ենք, որ դրանք անթիվ անհամար են։ Միայն մեր Facebook-յան էջին մայրիկների կողմից առաջարկվող թեմաները կարծում եմ բավական են տասնյակ տեսանյութեր եւ հարցազրույցներ կազմակերպելու համար։ Մայրիկների խնդրանքով ժամանակ առ ժամանակ մենք տաղավարում մասնագետների օգնությամբ քննարկում ենք նաեւ առանձին դեպքեր եւ օրինակներ։ Այսօր մեզ այդ հարցում կօգնի հոգեբանը։ Մայրիկների ակումբում է հոգեբան Արմինե Վարդանյանը։ Ողջույն Արմինե։ Ողջույն։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ պատրաստ ձեր խորհուրդներով օգնելու նամակի հեղինակին։ Ընթերցեմ նամակը նախ եւ առաջ։ Սիրելի մայրիկների ակումբ, քանի որ հարցս նայում է ձեր բոլոր թողարկումները ու վստահում ձեր խորհուրդներին, որոշեցի ձեր օգնությամբ բարձրաձայնել մի խնդրի մասին։ Հուսամ նա կլսի ու կփոխվի։ Երկու երեխա ունի, տղան մեր 6 տարեկան է, աղջիկը 3։ Առաջնեկի ծնունդից հետո 2 տարի անց, երբ պետք է վերադառնար աշխատանքի, քանի որ շատ լավ աշխատանք ուներ, հրաժարվեց։ Ես պատրաստ էի ամեն ինչով օգնել իրեն։ Նա ասում էր, որ չի կարող անգամ մի քանի ժամ բաժանվել փոքրիկից։ Այս վերաբերմունքը շարունակվում է մինչև օրս, ուր գնում է երեխաներին տանում է, փոքրիկները անգամ 1 ժամ առանց իրեն չեն մնում, քանի որ հարսս ֆիզիկապես չի կարողանում նրանցից կտրվել։ Մանկապարտեզի մասին խոսք գնալ չի կարող, բակ իջնել տղային միայնակ չի թողնում։ Երեխաներն էլ հաճախ ցանկանում են առանձին խաղալ, ընկերների հետ շփվել, բայց ամեն հարցում մայրիկը փորձում է նրանց հետ լինել։ Տղան արդեն 6 տարեկան է ու ինքնուրույն անգամ ճաշ չի ուտում, հագնվում եւ այլն։ Իհարկե շատ լավ կլիներ, երբ կոնկրետ դեպքի մասին ենք խոսում, նաև նամակի հեղինակը կամ մայրիկն այստեղ լինեին, բայց մենք փորձենք մոտավոր պատկերացնել իրավիճակը եւ խորհուրդներ տալ հեղինակ։ Այո, մայրիկից բացի նաև իրավիճակը շատ լավ կարող էին ներկայացնել երեխաները, այնինչ իրենք զգում են մայրիկի այդ անհանգիստ վիճակից։ Ընդհանրապես յուրաքանչյուր ծնողի բնորոշ է եւ անհանգստությունները եւ վախերը երեխայի անվտանգության հետ կապված, հատկապես առաջնեկի ծննդից հետո, եւ դա շատ բնական երևույթ է։ Մայրիկները անհանգստանում են երեխայի պաշտպանությամբ աշխատանքի դուրս գալու։ Այո, սնվելու ընթացքում, եթե երեխան ինչ որ անհանգիստ վիճակում է
է լինում, դա կարող է մի քիչ մայրիկը ավելի ուռճացված ընկալել։ Դա շատ բնորոշ է եւ նորմալ է յուրաքանչյուր ծնողի համար, բայց դա կարող է սկսել խանգարել բնականon շփմանը երեխայի եւ ծնողի եւ բնականաբար նաեւ այլ մարդկանց հետ, երբ որ այդ որոշակի սահման կա, այդ սահմանը մայրիկի անհանգստությունը սկսում է անցնել։ Այսինքն այդ անհանգստությունը ավելին է, քան անհրաժեշտ է։ Ինչի համար է այդ անհանգստությունը, որ մայրիկը ավելի զգուշավոր լինի, կարողանա երեխային պահպանել որոշակի վտանգավոր իրավիճակներից, բայց երբ որ չափը անցնում է այդ անհանգստությունը եւ վախը, մայրիկը կարծես չթողնի երեխային բնականon հունով զարգանալ, որտեվ երեխան էլ ուզում է շարժվել, պրպտել, ուսումնասիրել, տեսնել եւ այդ ընթացքում իհարկե կարող է նաեւ իրեն փոքրինչ վնասել։ Մայրիկները, ովքեր ունեն այդ չափից շատ անհանգստությունը եւ լարվածությունը, հավանաբար ունեն որոշակի տագնապային նշաններ իրենց մեջ։ Այդ պատճառների մասին խոսենք, ինչի պատճառները հետևանք շատ տարբեր կարող են լինել։ Այդ տագնապայնությունը կարող է լինել անձնային որակ, որը ձևավորվի դեռևս նոր ծնված երեխայի մոտ, այսինքն ինքը հենց լինի այդպիսինը, նախադրյալներ ունենա եւ ծնողները իրենց դաստիարակության ոճով ամրապնդեն երեխայի մոտ այդ տագնապային տեսակը։ Ծնողները իրենք լինեն տագնապային եւ երեխայի մոտ ձևավորեն այդ տագնապային վարքը, այսինքն պատճառները շատ տարբեր կարող են լինել։ Տագնապային երեխա կարող է ձևավորվել, մարդ կարող է ձևավորվել նաեւ այն դեպքում, երբ ծնող երեխա փոխհարաբերություններում մայրիկները հիմնականում հուզականորեն շատ սառն են լինում, շատ կտրուկ են լինում, իրենք են որոշում, որը որից հետո պիտի լինի առանց երեխայի կարծիքը հաշվի առնելու, այսինքն ոչ թե բանակցում են երեխայի հետ, այլ իրենք են որոշում եւ այդպիսի ընտանիքներում մեծացած երեխաները հետո իրենք էլ լինում են տագնապային։ Այո, իրենք լինում են անինքնավստահ եւ չի բացառվում, որ հենց այս մայրիկի երեխաներն էլ հետագայում ունենան այդ խնդիրները, քանի որ երեխան չգիտի իրեն տարբեր իրավիճակներում ինչպես պահել։ Մենք չենք թույլ տվել երեխային, չենք սովորեցրել դժվար իրավիճակներում վարքը դրսևորել։ Մենք կանխել ենք անընդհատ։ Հետաքրքիր է, որ երբ շրջապատիդ մայրիկներին նայում ես, ու նման վարքագիծը նաև բնորոշ է կանանց, ովքեր չունեն այլ հետաքրքրություն, ընտանիքում երջանիկ չեն եւ այսպես ասած միակ հետաքրքրությունը, հույսը, նպատակը երեխաներն են։ Այո, իրենք ամբողջ իրենց էմոցիոնալ բավարարվածությունը, իրենց բոլոր կյանքի պահանջմունքները ստանում են երեխայից, բայց սա լուրջ խնդիր է եւ մայրիկը ինքը պիտի հասկանա, որ երեխան իր ամբողջ պահանջմունքների բավարարման համար պատասխանատու չէ եւ երեխայի վրա պետք չէ բարթել սեփական խնդիրները։ Խորհուրդներ տանք մայրիկին, ասելով, թե վաղը ինչով են պակաս լինելու մյուս երեխաներից իր երեխաները, ինչով են տուժելու ամբողջ կյանքի ընթացքում։ Այ եթե վերցնենք նույն մանկապարտեզ չհաճախելը, հա, կամ թեկուզ տատիկի մոտ չթողնելը, երեխան մայրիկից բացի ուրիշ մեծահասակի հետ շփվելու փորձ չունի։ Ինքը գիտի միայն մայրիկի պահանջները, մայրիկի սահմանները եւ դրանից այն կողմ երեխան շփման հմտություններ չունի։ Երեխան չգիտի ինչ կլինի այն դեպքում, երբ որ ասենք թե բաժակի ջուրը թափվի իր վրա, որտեղ մայրիկը միշտ ստեղծել է այն իրավիճակը, որ իր վրա հանկարծ ջուր չթափվի։ Մայրիկը ամեն ինչ անում է իր փոխարեն եւ իրոք կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ որ երեխան հայտնվի առանց մայրիկի խնամքի, ասենք թե ինչ որ մի դժբախտ պատահարի հետևանքով, ոչ մայրիկի կամքով։ Մայրիկը պիտի հասկանա, որ իր երեխային պիտի սովորեցնի ինչ-որ բաներ, այսինքն այդ իր խնամքով եւ պահելով ինքը երեխային ոչ մի լավություն չի անում, կոպիտ ասած։ Պիտի սովորի փոքրիկ գործողություններով, հա, նույնիսկ ասենք կոշիկը հագնելը, ինքնուրույն սնվելը, երեխային թույլ տա, որ երեխան ինքնուրույն այդ գործողությունները անի։ Կամ կարելի է նույնիսկ գիտակցաբար օրվա ընթացքում մի քանի ժամ բացակայել տանիցը, հաստատ առիթներ կլինեն։ Այո, այս մայրիկից պարագայում ես կարծում եմ միանգամից սա խորհուրդ տալը կտրականապես դեմ կլինի, եթե նույնիսկ երեխաները կոշիկները ինքնուրույն չեն կարողանում հագնել, փոքրիկ գործողություններով սնունդն է, ինքնուրույն լվացվելն է, ինքնուրույն սեփական կարիքները հոգալն ինչ որ տվյալ տարիքի շրջանակներում երեխան կարող է թույլ տալ, հետո այո, իհարկե 20 րոպեով, 30 րոպեով դուրս գալ տանից պարզապես թողնելով երեխաներին իրենց տատիկի կամ հայրիկի հետ, ինչու՞ չէ։ Այստեղ նաև այդ անվստահության պահը կա, հա, այլ մարդկանց նկատմամբ, որ որևէ մեկը ինձանից լավ չի կարող իմ երեխաներին խնամել եւ չի կարող այդ պահանջմունքները բավարարել, բայց դա անդրադառնում է երեխայի հոգեվիճակի վրա եւ արգելելով երեխային, մենք երեխայի մեջ ենք
ենք այդ անվստահությունը ձևավորում, այսինքն որ ինքը ոչինչ չի կարող։ Այո, այդքան չի կարող նույնիսկ սեփական ընտարական պահանջմունքները բավարարել։ Մայրիկը այն պահից, երբ որ հասկանա, որ ինքը վնասում է իր երեխաներին, բայց այս միանշանակ չի, որ ինքը ինքնուրույն վերլուծություններով եւ շրջապատի մարդկանց օգնությամբ կկարողանա դա անել։ Այստեղ անհրաժեշտ է անպայման հոգեբանի հետ խորհրդատվություն հասկանալու համար այդ սահմանը շատ կոպիտ եմ ասում, ինչքանով է մայրիկը անցել, եւ իհարկե սա լուծելի խնդիր է։ Լուծելի խնդիր է, կարծում եմ այն պարագայից, երբ որ մայրիկը հասկանա, որ վնասում է իր երեխաներին, որտեղ եթե մանկապարտեզ մայրիկը կարող է իր երեխային չուղարկել, դա իր ընտրությունն է, դպրոց ուզած թե չուզած։ Դպրոցում շատ խնդիրներ են առաջ գալու ընկերների հետ հարաբերություններ, ուսուցիչներ, ցածր գնահատական եւ մայրիկը ամեն տեղ փաստորեն լինելու է ակտիվ, դերակատարում է ունենալու եւ միջամտելու է երեխայի գործերին, ինչի արդյունքում գիտենք, որ երեխաները տուժում են միանշանակ։ Դուք շատ գործնական խորհուրդներ տվեցիք, հուսանք մայրիկ այդ փոքր քայլերի հմտությունները ձեռք կբերի ժամանակի ընթացքում, փոքրիկ գործողություններ ինքնուրույն, հետո արդեն տանից բացակայել, հետո եթե կա հնարավորություն մանկապարտեզ տանել, թեկուզ կեսօրով, ամբողջ օրով ու այսպես իհարկե գործողությունների շղթան կլայնանա եւ միգուցե ամեն ինչ ընկնի իր տեղը։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Ինչու է սիրում ամառը։ Տարիքային տարբեր խմբերի մարդիկ այս հարցին տարբեր պատասխաններ կտան, բայց ես ճանաչում եմ մի խումբ մարդկանց, ովքեր միանշանակ նշում են նույն պատասխանը։ Դպրոցահասակներ, իսկ պատասխանը, որովհետև ամռան ամիսներին մենք վայելում ենք արձակուրդները։ Արձակուրդներ վայելելն էլ դպրոցականների համար տարբեր նշանակություն եւ իմաստ ունի։ Ոմանք այդ վայելքը տրամադրում են առավոտից երեկո բակում խաղալուն, մյուսները համատեղում են անհոգ խաղերը պարապմունքների հետ։ Մի խումբ դպրոցահասակներ էլ ամառային արձակուրդներն անցկացնում են ամառային դպրոցներում։ Վերջին տարբերակն օգնող միջոց է հատկապես աշխատող մայրիկների համար։ Մեր ստեղծագործական թիմն առանձնացրել է այն կարևոր սկզբունքները, որոնցով առաջնորդվելով դուք ավելի հեշտությամբ կտրեք ամառային դպրոց ձեր երեխաների համար։ Կիզիչ արև, շոկ, ամառ ու արձակուրդներ, թերևս շատ երեխաների տարվա ամենասիրելի շրջաններից մեկը։ Շատ մայրիկների սակայն մտահոգում է ամռան ամիսներին երեխաների պարապ ու անգործ առօրյան, իսկ աշխատող մայրիկների համար այս մտահոգություններին գումարվում է նաև այլ խնդիրներ։ Ինչ անել, որ երեխան մենակ չմնա, հետաքրքիր զբաղմունք գտնի, իհարկե օգնել նրան անմոռանալի անցկացնել արձակուրդային շրջանը։ Այստեղ է, որ օգնության են հասնում ամառային դպրոցները։ Ամառային դպրոցներն այնքանով են կարևոր, որ երեխաները ունենում են զբաղմունք, ունենում են կանոնակարգված օր, այսինքն չեն մնում տանը իրենց շատ ժամանակ ներկա պահին, շատ երեխաներ տանը մնալով միայն համակարգչով են խաղում, ժամանակն անցկացնում են տեխնիկայի առջև, իսկ ամառային դպրոցները թույլ են տալիս շփվել, ճամփորդել, հետաքրքիր ժամանց ունենալ ու հագեցած օր ունենալ։ Ամառային դպրոց ընտրելուց առաջ պետք է հետևել մի քանի կանոնի։ Ծանոթ բարեկամ մայրիկների կարծիքները երբեմն օգնող տարբերակ են դառնում, բայց միայն դրանցով առաջնորդվել պետք չէ։ Դրանց օգնությամբ կարելի է կազմել ցանկ ու այցելել բոլոր հաստատությունները։ Հաստատությունը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, չէ՞ որ այնտեղ ձեր երեխան անցկացնելի է իր օրվա մեծ մասը՝ լայնարձակություն, լուսավորություն, գեղեցիկ միջավայր, բակային հատված եւ այլն։ Տարածքին ծանոթանալուց հետո զրուցեք տվյալ հաստատության անձնակազմի հետ, մարդկանց, ում հետ շփվելու է ձեր երեխան, նրանցից սովորելու ու նրանց օգնությամբ լավ ժամանակ անցկացնելու դպրոցում։ Ամառային լավ դպրոցը ենթադրում է հատուկ մասնագետների կողմից մշակված հարուստ օրակարգ, խաղեր, սպորտ, արվեստ, ժամանց եւ այլն։ Եթե սովորական ուսման ընթացքում նստում ենք 45 րոպե, ուղիղ դաս են անում, պետք է ամառային դպրոցը լինի խաղային, որ երեխան իրան հաճույք զգա, չզգա ինչպես է դասանում, ինչ որ բան սովորեց, բայց խաղի միջոցով սովորեց, հաճույք ստանա դրանից իր process-ից։ Կարելի է օգտագործել տարբեր միջոցներ, կլինի ավազը, կլինի հեքիաթը, կլինի մուլտֆիլմը, ստեղծագործելը, նկարելը, տարբեր են մեթոդները։ Ձեր փոքրիկն առավոտից երեկո անցկացնելու է ամառային դպրոցում, ուստի մեծապես պետք է ուշադրություն դարձնել դպրոցի ընդհանուր սանիտարահիգիենիկ պայմաններին եւ իհարկե առանձնահատուկ ուշադրություն խոհանոցի մաքրությանն ու ճաշացանկին։
իսկապես շատ կարևոր է ամառային ճամբարի ընթացքում խոհանոցի դերը, ես ինքս քանի տարի շարունակ այդպես միջամտում եմ, խոհարարների հետ միասին են կազմում մենյուն, նախ ինչ են սիրում սովորողները եւ ինչ է իրենց շատ անհրաժեշտ, որ վիտամիններով հարուստ լինի, մրգեր, բանջարեղեններ, թեթև սնունդ լինի, որ առողջապես այդ ամեն ինչը պահպանվի։ Էլ ինչ ամառային դպրոց առանց գեղեցիկ, ծառաշատ ու մեծ բակի։ Հենց այստեղ է երեխան անցկացնում իր օրվա մեծ մասը, խաղում, հետաքրքիր մրցույթների մասնակցում, ստեղծագործում, շփվում ընկերների հետ եւ ի վերջո վայելում ամռան ջերմությունը։ Ընդարձակ բակի առկայությունը կարևորագույն պայման է ամառային դպրոցի համար։ Բակ միջավայրը կրթական պարտեզը տրամադրող լինի, այդտեղ սեղաններ կարա լինի փայտյա, որպեսզի սովորողները նախաճաշ առավոտյան անեն բակում։ Մի փոքր հատված ներկայացնեմ իմ փորձից, որ տարիների ընթացքում արել եմ, երաժշտություն էր հնչում անպայման դասական ստեղծագործող, երաժշտություն, օրինակ կարար Մոցարտ, Բախ հնչեր, ու նախաճաշը առավոտյան լինում էր բակում ու գոնե 3 ստեղծագործողի մենք լսում էինք, նաև ներկայացնում է ստեղծագործողին, օրինակ Մոցարտին, թե ինչքան կարևոր է Մոցարտ լսելը։ Երեխաների մի մասի համար ամառը համակարգչի առջև մի քանի ժամ ավելի նստելու հնարավորություն է, ոմանց համար էլ նոր բան սովորելու, բացահայտելու, ակտիվ խաղեր խաղալու եւ իր գիտելիքներով հետագայում հպարտանալու հնարավորություն։ Ամառային լավ ու բարձրակարգ դպրոցը կօգնի համատեղել այս բոլոր պայմանները։ Դուք կարծում եք մայրիկի գործն ամենադժվարին գործն է աշխարհում։ Սխալվում եք։ Մայրիկների ակումբում դուք կփոխեք ձեր մոտեցումը։ Մայրիկի գործն ամենահաճելին է աշխարհում։ Միացեք մեզ ու կսկսեք հենց այդպես մտածել։ Մայրիկների ակումբը փնտրեք նաև համացանցում։ Facebook սոցիալական ցանցում կարող եք գրել մեզ ձեր հարցերի, առաջարկների մասին։ Իսկ ահա առաջին ալիքի կայքում էլ կարող եք դիտել մեր բոլոր թողարկումները։ Մեր կարգախոսը կօգնի ձեզ այլ տեսանկյունից նայել աշխարհի ամենահաճելի ու երանելի աշխատանքին։ Մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։